Ողջույն, այսօր շարունակելու ենք ավետարանական առակների շարքը։ Հաջորդ առակը կոչվում է «Աչքի լույսի պես»։ Հնդկացի ցեղերից մեկն իր պատանիներին մարզելու յուրօրինակ միջոց էր ընտրել։ Երիտասարդ պատանու 13-րդ տարեդարձի գիշերը կապում էին նրա աչքերը, տանում մի մութ անտառ և այնտեղ միայնակ թողնում ողջ գիշեր։ Նա առաջին անգամն էր այդքան հեռու լինում իր ընտանիքի և ցեղի խնամքից ու հսկողությունից։ Երբ պատանին բացում էր իր աչքերի կապը, տեսնում էր միայն խավար և մթություն։ Ամեն չորացած ճյուղի ճայթյունից նա անհանգստանում էր, կարծելով, թե ինչ-որ վայրի կենդանի պատրաստվում է հարձակվել իր վրա։ Ամեն կենդանու ձայն լսելիս նա պատկերացնում էր, թե միգուցե գայլ է գալիս դեպի իր կողմ, տերևների մեջ սուլող քամին ամենատարբեր սարսափազդու ձայներ էր արձակում։ Ի վերջո լուսաբացին նա տեսնում էր, թե ինչպես են առավոտյան արևի առաջին ճառագայթներն սկսում ճառագել և լուսավորել մթամած անտառը։ Նա նշմարում էր ծառերը, ծաղիկները, արահետների ուրվագիծը, իսկ հետո, ի զարմանս իրեն, նա տեսնում էր, որ ինչ-որ մեկը կանգնած է իրենից մի քանի քայլ հեռավորության վրա։ Տղայի հայրն էր, նետ ու աղեղով զինված և պատրաստ ողջ գիշեր հսկելու իր զավակի անվտանգությունը։ Այն պահերին, երբ մեր կյանքը մթին անտառի է նմանվում, և թվում է, թե մենք մենակ ենք և անօգնական, միշտ հարկավոր է հիշել, որ այո, թեև մենք մենակ ենք, բայց իրականում միայնակ չենք։ Մեր երկնավոր Հայրը միշտ մեզ հետ է, և երբ Նրա լույսի ճառագայթները մռայլ խավարը փարատեն, այն ժամ պիտի տեսնենք մեր Տիրոջը, որ հսկում է մեզ և աչքի լույսի պես մեզ պահում։ Եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։